Հիմա եթե խոսում ենք ատելության խոսքի մասին, որը ըստ դիմումատուների այն մակարդակի է եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, որ ահաբեկել է ժողովրդին, դրդել է գնալ եւ քվեարկել նրանց օգտին, պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը։ Նախորդ օրը մենք մեր հարցերով փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ասվում է, որ վարչապետը ասել է, ինչու չես զոհվել, դա մարդկանց մոտ վախ է առաջացրել, մտածել են զոհման, այս բառը օգտագործեց ներկայացուցիչը, եւ դրանից հետո անհասկանալի է ինչ է եղել, օրինակ մարդիկ վախեցել են դրանից, գնացել են ընտրել են, թե ոչ։ Իրականում քարոզարշավի ընթացքում հնչեցված արտահայտություններից որոշների արդյունքում մենք կարող ենք խոսել նույնիսկ ինչ-որ առումով ռեյտինգի նվազման մասին, ընդ որում խոսքը բոլոր քաղաքական ուժերին է վերաբերում։